Մեկ ամիս առաջ տիկինը ցանկացել է բարակ, նուրբ, միքս տարբերակ, քանի որ չունի մազ, 1% մի հոնքի մեջ է, 0.5% մյուսի մեջ է, հոնք չունենք։ Միքս են կարել մի քանի մազիկներով, փոշեդրում են կարել եւ բնականաբար եթե բարակ ա ուզել, բարակ էլ եղել է։ Հիմա թափված տեղերը կշտկեմ, կարեկցիայի փոխարեն մի փոքր կշտկեմ, կճոխացնեմ պերմանենտը։ Կանեմ կարեկցիա պլյուս մի քիչ էլ փոփոխություններ, հետևեք ընթացքին։ Ահա վերջացրեցինք, քանի որ ես կորեկցիա անել չեմ սիրում, ես կորեկցիայի օրներ եմ պերմանենտ կատարում, շտկում եմ, փոփոխում եմ ձևը, տեխնիկա եմ ավելացնում։ Այստեղ մի քանի միքս են կարել, փոշեդրում, սպրեյ շադո շեյդինգ եւ մի քիչ ստվերային տեխնիկա պոչիկների հատվածում եւ ապարատային մազիկներ։ Բոլորը միասին միքս են կարել, քանի որ մազիկ չկա։ Ունենք 0.5% մի հոնքի մեջ մազիկներ, ստորակետներ էին։ Եվ ունենք 1% էլ չէ, չասեմ, այստեղ։ Հələ ինձ նայեք։ Հավանել եք։ Իհարկե։ Ամենաբծախնդիր հաճախորդուհիս այս տարվա ամենաբծախնդիր բուժառուս ինքը ծիրունիկ առաջին անգամ էր եկել, բայց հուսով եմ արդեն հասկացավ, որ պերմանենտը բաց գույն է ունենում, մուքը միանգամից բացվում է, բարակում է, զգացիք չէ, որ ճիշտ էի ասում, համոզվեցիք, չէ, ահա, սիրուն։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ, որ էլ եկեք, էլ վստահել եք։ Հիմա այս ցույց տամ, թող տեսնեն։ Բազմազան տեխնիկաներ միքս։ Այս միքսը իմ ստեղծագործությունն է։ Չնայած էջերում copy paste են անում որոշ սկսնակներ, ասում են մեր միքսը, սա հել միքս Բրովսնա 21 թվի, որ ես ստեղծել եմ 5 միքսանի տեխնիկան։ Իզուր տեղը մի սկսնակներ ջան, ասեք, որ ձեր միքսն է, դուք իմ մոտ չեք էլ սովորել, սովորած աշակերտուհիներս որ ասեն ոչինչ։